ախր ինքը գիտի, որ իր տակ դրած քաղաքական համակարգը, իշխանական համակարգը ինքը չի ձևավորել։ Սուրբ Սարգսում այս գիրակի պատարակ են անցկացրել, էլի վեհապարի անունը տվել են, էլի իրենց թեմի առաջնորդի անունը տվել են, այսինքն որ գնացիր մի անգամ պղծեցիր, հետո տենց պիղծ չի մնում, էլի ինքը վերականգնվում է այդ համակարգը։ Շատերը գրում են, որ հաջորդ կալանավորվողը ելնելու է կաթողիկոսը։ Սրբազանների կամերում մի մարդ ավել կնստի, գիտես չէ, բոլորը ածոյում են, բոլորին են կամերում։ Երբ որ կաթողիկոսին կալանավորեն ու տանեն ԱԱԾ, ԱԱԾ-ն կդառնա մայրաթոռը։ Եթե այս պահին Էրդողանն աջակցում, շատ լավ է, եթե վաղը Պուտինը կաջակցի, էլի ինտիրա ինքնորոշ նախընտրություններ չունի։ Այս մարդը էմերջենսի կյանք է ապրում, ամեն աստծո օր թազա խնդիր է մարում։ Այսինքն դու քո գլխի մեջ պետք է արգելք չունենաս։ Բարոյական, մարդկային, չգիտեմ, որևէ արգելք չունենաս։ Այդ է նշանակում գլխի մեջ աղքատությունը։ Ուզում ես ասես, չգիտեմ, Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը կամ չգիտեմ, Անդրանիկ Սիմոնյանը բունտ կանեն, Նիկոլին իշխանությունից կզրկեն։ Ախպեր այդ մարդը գիտեր չէ, որ ինչի է գնում։ Ասեց ախպեր, մենք պարտվելու ենք, բայց մեզ պարտված չենք համարելու։ Իմացեք, գլխանց իմացեք, մենք պարտվելու ենք։ Պրոյեկտը տենց է գծած։ Ես վստահ չեմ, որ Տրամպը հիշում է, որ տենց ինչ-որ մի հատ երկիր կա, որի տարածքում ինքը ինչ-որ ծրագիր էր պատրաստում կատարել։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի է եւ մենք երկու դատապարտվածներս ամեն երկուշաբթի պատմում ենք ձեզ քաղաքական ամենակարևոր իրադարձությունների մասին։ Պիտի խնդրեմ հենց սկզբից մեզ բաժանորդագրվեք, մեկնաբանություններում կարող եք մեզ հարցեր ուղղել կամ ձեր առարկությունները կամ համաձայնությունը գրել։ Մենք շատ ուրախանում ենք ցանկացած մեկնաբանության։ Ողջույն Ավջան։ Բարև ձեզ, սիրելի հետևորդներ, բարև Զարա։ Գիտես չէ, բան այսօր սենց եկել եմ լրիվ նոր տարվա տրամադրությամբ եւ այլն ու մտածում եմ ինչ կլինի, որ այս անգամ էլ քաղաքականությունից չխոսենք, ասենք, չգիտեմ, նոր տարվա խոզի բուդից խոսենք։ Ես համաձայն չեմ։ Համաձայն։ Հետո ուզում էի շարունակեի, հետո մեկ էլ ճանապարհին նայում եմ, տեսնում եմ մեր երկրի ղեկավարը վիդեո է տեղադրել, որտեղ էլի անդրադարձել է եկեղեցուն, չի բավարարվել մարդը Գյումրու եւ երեկվա միջոցառմամբ, այսօր շարունակում է, ասում է, պիտի բոլոր հայկական եկեղեցիներում միջև պատարակը այդ եկեղեցու երգչախումբը կատարի հայկական հիմնը։ Ուզածն ինչ է։ Զարա, կա հարցի տեխնիկական կողմը եւ կա հարցի ավելի խորքային կողմը։ Հիմա մարդիկ չեն ուզում ասենք, արեք այսօր մենք մարդկանց ասենք, ինչն է իրականությունը։ Նայ, հիմա որ ասում է իբր պետական հիմն է, չէ, դնենք։ Հիմա օրինակ հարց է առաջանում, օրինակ իր կառավարության նիստում հիմնը հնչում է։ Հա։ Չէ, մենակ ոտքի են կանգնում, աշակերտների պես կառավարության անդամները իրան ողջունում են, ինքը նստում է, բոլորը նստում են ու կառավարության նիստ են անում։ Ոչ մի հիմ չի հնչում։ Ահա։ Երբ որ ինքը բան է անում, ենթադրենք նախարարություններում ժողովներ են անում։ Կառավարության հիմնը հնչում է։ Բացառված է։ Չէ, չէ, խորհրդակցությունների ժամանակ։ Ավելին ասեմ, առավոտը որ արթնանում է կառավարության հիմնը միացնում, ալսի նոր գործի գնա։ Ինչի է ինքը դա ասում, իբր դրոշը դնենք, հիմնը հնչեցնենք, ինքը ուզում է եկեղեցիները, բանը հայ առաքելական եկեղեցիները, սարքի պետական կառույցներ։ Հիմա ես քեզ մի հատ հարց եմ տալի։ Օրինակի համար դու կարաս պատկերացնես, հիմա անցնենք հարցի խորքային կողմի քննարկմանը։ Դու կարաս պատկերացնես մի իրավիճակ, երբ որ օրինակ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ոստիկանների, ԱԱԾ-ի, չգիտեմ, իր ախրանայի ու նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ներխուժի որևէ այլ եկեղեցու կամ ասենք, չգիտեմ, աղանդի տարած։ Օրինակ ասենք գնան մտնեն կյանքի խոսք եկեղեցի, ասեն դուք հիմա չեք քարոզը անում այսօրվա մեր բերած տերտերն է պատարակ։ Հա, այսօրվա մեր բերած տերտերը պատարակ։ Դու պատկերացնում ես ինչպիսի վայնասուն ալնելու, համաշխարհային վայնասուն։ Ամերիկայի դեսպանատնով, պետքարտուղարությունով, Եվրամիության դեսպաններով,
չգիտեմ, եմը արտաքին հարաբերությունների այդ հանձնակատարով բանով։ Ինչի հիմա հարց է առաջանում։ Ասելու են խոսքի ազատությունը, կրոնի, դավանանքի ազատությունը, չգիտեմ, պաշտպանված չի, մարդկանց պարտադրում են, չգիտեմ, էս են անում, են անում, չէ։ Սկսելու են տարբեր միջազգային կառույցներ, բաներ, դատապարտող հայտարարություններ, մի հատ ողբ է սկսվելու, համաշխարհային ողբ, թե Հայաստանում ինչպես են ոտնահարվում կրոնական ազատությունները եւ մարդու դավանանքի ազատությունը, որը շատ հիմնարար մարդու հիմնարար ազատություններից մեկն է։ Հիմա արի հարց տանք։ Չէ որ նույն բանը, ասենք հիմի պատկերացա, Նիկոլ Փաշինյանը գնար, ասեր պետքա կյանքի խոսք եկեղեցում դրվի բանը, Հայաստանի դրոշը կամ չգիտեմ ինչի օրենքը։ Հələ կասեն քեզ ինչ, չէ։ Ինչի նույն բանը չի տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու դեպքում, որովհետև այդ նույնը, ինչը որ անում է Նիկոլ Փաշինյանը, դա իրականում արվում է այդ նույն եվրոպական կառույցների ցուցումով, ոչ թե համաձայնությամբ միայն, ոչ թե միայն ասել են մենք աչք կփակենք դու ինչ ուզում ես արա, այլ հենց իրանց ցուցումով։ Հիմա հարց է առաջանում, լավ, եվրոպական կառույցների ինչին է պետք, Խերը որն է։ հա, իրանց օգուտը որն է, որ Նիկոլ Փաշինյանը քայքայի քանդի հայ առաքելական եկեղեցին։ Չէ՞ կասեն ախպեր, եմի ասենք այն մարդը Ֆրանսիայում նստած, մեկը Բրյուսելում նստած, մեկը Ստրասբուրգում նստած, իրա ինչին է պետք, որ Նիկոլ Փաշինյանը ներխուժի հայ բան 7 վերջ եկեղեցի ու պղծի եկեղեցին հավատացյալներին թույլ չտա։ Դրա համար կա շատ պարզ բացատրություն, որը ելի եմ ասում, այս 6 ամիսար նույնիսկ հայ առաքելական եկեղեցին չի ասում, բայց արեք այսօր մենք մարդկանց ասենք։ Դրա պատճառը հետևյալն է։ Նայ, երբ որ Հայաստանը իրան գրավել են Հայաստանում իշխանությունը, մենք դրա մասին բազմիցս ենք խոսել, քաղաքական իշխանությունը գրավել են։ Բայց քաղաքական իշխանությունը գրավելը բավարար չի, որպեսզի դու քո իշխանությունը հաստատուն լինի։ Դրա համար կա մի հատ շատ դասական օրինակ։ Տես, 2003 թվականին Եվրամիությունը գրավեց իշխանությունը Վրաստանում։ Սաակաշվիլի իշխանության միջոցով։ Սաակաշվիլին իշխանության բերելով այդ վարդերի հեղափոխություն, այդ գունավոր հեղափոխությունը արեցին։ Բայց անցավ դրանից 9 տարի, 12 թվականին, կարծեմ, եթե չեմ սխալվում, 12 թվականին Վրաստանում տեղի ունեցավ ընտրություններ եւ Իվանիշվիլի իշխանությունը Իվանիշվիլին եկավ իշխանության։ Իվանիշվիլին եկավ իշխանության ու հետագայում ցույց տվեց, որ ինքը պատրաստ չի դառնալ Եվրամիության վասալը։ Ասում եմ Իվանիշվիլին բան չի, հակա եվրոպացի չի, հակա արևմտամետ չի իրականում։ Չէ, ինքը ուղղակի ասում է, որ ես պատրաստ չեմ ձեր ցանկացած կմահաճույք կատարել։ Նայ, իսկ իրանց պետքա 100%-անոց վասալային կախվածություն, այսինքն պետքա, որ ինչ ասենք անենք, LGBT քարոզչություն եւ այլն, չգիտեմ, ազգային արժեքներ եւ այլն։ Իսկ Վրաստանում տեղի ունեցավ հակառակը։ Վրաստանը սկսեց ընտանիքի պաշտպանություն, արժեքների պաշտպանություն, չգիտեմ, ինչի համար դա տեղի ունեցավ։ Եվ հա, ամենակարևորը, եվրոպացիները այս 6-7 տարի ուզում են Իվանիշվիլին գցեն, բայց չեն կարողանում։ Գիտես ինչի չեն կարողանում։ Տենց տխուր դեմքով մի նայի։ Որովհետև Վրաստանում կա վրաց ուղղափառ եկեղեցի։ Լսի, Վրաստանում Իլյա II իրանց պատրիարքի հեղինակությունը բարձրա ցանկացած բանից։ Այսինքն հիմի որ ասեն Իլյա II-ն է կարևոր ձեր համար, թե առանց վիզաների ռեժիմը, սենց էլի մի քիչ պրիմիտիվացված եմ ուզում ասեմ, բայց այդ մարդկանց համար իրանց հավատքը, իրանց ազգային արժեքները ավելի կարևոր են, քան, չգիտեմ, առանց վիզայի ռեժիմը կամ չգիտեմ GSP պլյուս ազատ առևտրի համակարգը եւ այլն։ Ու իրանք հասկացան, որ մենակ քաղաքական իշխանությունը գրավելով այդ երկիրը դու չես գրավում։ Եթե դու մարդու հոգին չես գրավել, մարդու հոգին իրա միջից չես անել, դու այդ հոգուն չես տիրապետում, դու մարմինը չես տիրապետում։ Պատկերացրի, չէ՞։ Հիմի հաշվենք մարմինը դա քաղաքական իշխանություն է, չէ՞։
հոգին էլ հոգևոր իշխանություն է։ Ախպեր, այդ մարդիկ ասում են Նիկոլին, ասում են, արա Նիկոլ, լսի, վաղը կարող է քո տեղը մի հատ Իվանիշվիլի գա, որը ասենք կարա լինի տեսականորեն Սամվել Կարապետյանը կամ մեր ձևով շարժումը, որը իդեպ ինչի եմ ասում, որովհետև հենց Սամվել Կարապետյանը, ես Սամվել Կարապետյանի քարոզը չեմ անում, բայց Սամվել Կարապետյանը կալանավորվել է հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու համար, իսկ դա մեծագույն հանցանք է եվրոպացիների համար, Եվրամիության համար, եվրոպացիների համար, դա խայտառակ հանցանք է, դա ասենք Եկեղեցին պաշտպանելն է խայտարակ հանցանք, ոչ թե կալանավորելը, հա, եկեղեցին պաշտպանելը, դա խայտառակ հանցանք է։ Հիմա իրանք ասում են, լսի, որպեսզի հանգարց չլինի, որ Հայաստանում նման մի հատ փորձանք լինի, ասենք դու կարան քեզ ցանկացած պահի հեռացնեն գնաս, ու քո տեղը գա, մի հատ Սամվել Կարապետյան։ խայտարակ կրնենք։ Ախպեր, մենք նորից Հայաստանը կկորցնենք։ Մենք նորից Հայաստանը կկորցնենք։ Ոնց որ կորցրել ենք Վրաստանը, այս 7 տարի է ուզում ենք այդ երկրում իշխանափոխություն անենք, գունավոր հեղափոխություն անենք, Վրաստանի քաղաքական իշխանությունը չի հանձնվում մենակ մի պատճառով, որտեղ ունի եկեղեցու աջակցությունը։ Լավ, մի րոպե, ամփոփ։ Հիմա դու ամփոփի, ասա, ես էլ ասեմ, ասա։ Մարդը լայնամասշտաբ բռնապետական մեթոդներով եկեղեցին փորձում է վերցնի։ Այդ շատ ակնհայտ է, հա, ասենք 4 սրբազան արդեն կալանավորված, Արշակ Սրբազանի կալանք անցյալ շաբաթ էր, նու տենց անհետ մեղադրանքով, հա, բանի թմրանյութերի իրացում, 4 սրբազան այս պահին կալանավորված կաթողիկոսի դեմ լայնամասշտաբ արշավ, հիմնը, դրոշը, ինքը անձամբ իր թիկնազորով շաբաթը մի անգամ եկեղեցի է գրավում, ամեն անգամ նոր եկեղեցի է գրավում, նոր տարածքները ոնց որ վերցնում, բայց մի կողմից այնտեղ իր հետ գնացող համարյա մարդ չկա, ավելի շուտով որ գնում է իր հետ տարված մարդիկ են, հա, ասենք, չգիտեմ, լրագրողը մոտենում է, մի հատ գյումրեցի չկա այդքան մարդու մեջ, Գյումրիում գնացել է պատարագի, այդ գյումրեցիներն դիմացի մայթի իսկական պատարագին են մասնակցում։ Թվում է թե եկեղեցու դեմ արշավը հանրային լայն աջակցություն չի ստացել։ Համենայն դեպս առերևույթ այդպես է թվում։ Թվում է թե կաթողիկոսը չի վախեցել ու հրաժարական չի տալու։ Ինչի վրա է հույսը, որ մինչև 26 թվականի ընտրություններ ինքը կարողանալու է ասենց կտոր գրավելով, բայց այդ գրավելն էլ բան չի, էլի էֆեկտիվ չի, որովհետև նույն Սուրբ Սարգսում այս Կիրակի պատարագին անցկացրեք, էլի Վեհապարի անունը տվել են, էլի իրենց թեմի առաջնորդի անունը տվել են, այսինքն որ գնացիր մի անգամ պղծեցիր, հետո տենց պիղծ չի մնում, էլի ինքը վերականգնվում է այդ համակարգը։ Իր հույսը ինչ է, ոնց է վերցնելու եկեղեցին միջև ընտրություններ։ Որտեվ ես ինչքան հասկանում եմ, այս ամեն ինչը արվում է ընտրությունների նախաշեմին, էլ ինքը չի արվում պրոստը տակ, որ մի օր վերցնի։ Զարա ջան, բարդ է հասկանալ, թե ինքը ոնց է ուզում վերցնի եկեղեցին, որովհետև եկեղեցին վերցնելու ամենամեծ խոչընդոտը, դա մենք միշտ ասել ենք, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն է, որը բավական համարձակ ձևով դիմադրում է Նիկոլ Փաշինյանի պլանների իրագործմանը եւ ունի հանրային մեծ աջակցություն։ Մարդկանց մի մասը, նայ, այդ արշավը, որ սկսել են եկեղեցու դեմ, նույնիսկ մարդիկ, ովքեր մինչեւ այդ եկեղեցու նկատմամբ անտարբեր էին, չէ՞, դարձել են ավելի հավատացյալ են դարձել, ավելի բոլորը նիվատիր հայացքներ ունեցող մարդիկ հիմա հոգևոր են դարձել։ Այո, դարձել են մեր եկեղեցու պաշտպանները ու դրանով նաև ոնց որ դարձել են այդ եկեղեցու հենարանը։ Շատերը գրում են, որ հաջորդ կալանավորվողը լինելու է կաթողիկոսը։ Բայց դա էլ բան չի փոխում։ Դա էլ բան, հենց այդ եմ ուզում ասեմ, որ դա բան չի փոխում մեծ հաշվով, նույնիսկ ընդհակառակը բարդացնում է իրավիճակը։ Սրբազանների կամերում մի մարդ ավել կնստի։ Գիտես չէ, բոլորը ածոյում են, բոլորին են կամերում։ Հա։ Եվ երկրորդը, լսի, երբ որ կաթողիկոսին կալանավորեն ու տանեն ԱԱԾ, ԱԱԾ-ն կդառնա մայրաթոռը։ Դու պատկերացրու։ Իսկ գնա ԱԱԾ-ն գրավի, որ կարողանա կաթողիկոսին ընդեղից դուրս շպրտի։ Չէ։ Որովհետև արդեն անցյալ Կիրակի Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենք համարում են, որ հաջորդը պիտի լինի Էջմիածին, հա։ Մի ասենք կարան, չէ, նույն ձևի կարան մտնեն Էջմիածին։ Կարան։ Այո, թե կաթողիկոսը, չգիտեմ, դրան վրա թուղթ կպցնելու տակը ստորագրած, ինքն էլ իրեր ամբողջ մայրաթոռից հավաքելու լցնի մի սենյակ փակի տակ, ինքն էլ մի տեղով գնա,
Էթո մտնեն, ոնց կմտնեն ես դուրս Հա, կգան, հա, ինչա դա հիմի ոնց որ փոխվում։ 7 վերք մտան, Հա։ հա, հիմի թող մտնեն, հիմի դրանով հո բան չի լինում, էլի, ենթադրենք Կամ պետք է մտնեն մնան։ նստեն մնան, հա։ Ահա, տենց հավերժ միջև 26 թվի ընտրություններ։ Կամ պետք Չէ, է ուրիշ բան մտածել, դա այդ չի մտնել դա չի էֆեկտիվ աշխատում, չէ, դա չի աշխատում։ Ես միշտ ասել եմ, 2 ամիս առաջ եմ ասել, 3 ամիս առաջ։ Նիկոլ Փաշինյանը մի հատ լուծում ունի՝ սպանել ամենայն հայոց կաթողիկոսին։ Լսի, բայց եղել է դեպքեր։ Իսկ կարող է այդ ալիքը, որ մարդիկ հասկանան ինչա կատարվել, սենց իրան սրբի գնա։ Կարող է ինքը այդքան ռիսկի չդիմի։ Չէ, Զարա, հիմի քեզ հարց եմ տալ, եղել է որ հայ առաքելական եկեղեցու առաջնորդ սպանվի։ Իհարկե եղել է։ Բայց եղել է թշնամի իշխանության Այսինքն պարագայում։ դու սա համարում ես բարեկամ, որ ասում ես դա եղել է թշնամի իշխանության։ Հասկանում ես, ասենք չես կարա դու մի կողմի ժողովրդավարության այդ բանը թատրոնը խաղաս, ասես ընտրություններ, ձեր ձայնը կարևոր է, եկեք, մանանենք, մաքրենք, մենք մաքրազերծում ենք եկեղեցին, բա մյուս կողմից դնես մարդուն սպանես, нет человека, нет проблемы բանով, լոգիկայով։ Դե Զարա ջան, հիմա չեմ ասում հենց ինքը անձամբ գնալու է մտնի զենքը Չէ, բայց ձեռքին։ նա բարձա չէ, որ եթե կաթողիկոսի հետ մի բան եղավ, մենակ իր վրա են մտածելու։ Դե հիմի կասի, հա ինչ անենք։ Հիմի որ 5000 երեխա սպանել է։ Այս աղել գիտեն, չէ՞ որ ինչ է փոխ։ Ասում Ալիևներ մեղավոր։ Ես ինչ կապ ունեի։ Ես ինչ կապ։ Չէ, բայց այդ թղթերը որ բացահայտվեց, այս ընթացքում մեր այն նախորդ հանդիպումից հետո, բանի չէ, մեր հաղորդումից հետո ինքը հրապարակել էր այդ թղթերը, չէ՞, այսպես ասել։ Հրապարակել որը։ Չէ, բայց դա ընդհակառակը, բայց դա բացահայտեց մի բան, որ այդ պատերազմը, այդ պարտությունը ինքն էր կազմակերպել ու դրա միակ շահառուն ինքն է եղել։ Իրան առաջարկել են 5 շրջաններ հանձնել։ Դու դրա հանձնի իշխանությունը կկորցնի։ Ոչ, ոչ։ Չի հանձնի։ Իրան առաջարկել են 5 շրջանները հանձնի, Արցախը եւ Լաչինն ու Քարվաճառը մնա Հայաստանի հսկողության տակ, ախպեր ասել են լսպասի, որ այս 5 շրջանը հանձնում եմ, լավ։ Արցախն էլ ինքնուրույնություն է ստանում, կամ Քելբաջարն ու բանն էլ Լաչինն էլ մնում են մեր հսկողության տակ։ Ինձ դրանից ինչ օգուտ է մնում։ Ինձ անձամբ ինչ օգուտ է մնում։ Հիմա ինչ օգուտ է մնացել։ Բայց մարդիկ ասում են, չէ, ինչ օգուտ է մնացել։ Բոլորը խոսում են, որ 10-ից 5-ից 10 միլիարդ փող է ստացել։ Հիմա ասենք ինքը մտածել է, ասել ախպեր, լավ, տվեցի, լավ, 5 շրջանը տվեցի։ Դասի այդ մարդը ասում է, որ մարդու աղքատությունը իր գլխում է։ Ինչ է նշանակում մարդու աղքատությունը իր գլխում։ Տարել է այդ աղքատությունը իր գլխում։ Դասի ասում է, եթե քեզ մի բան են առաջարկում ու դու դրանից օգուտ չկա, չունես, դու միշտ աղքատ կմնաս։ Բայց եթե դու կարողանաս այդ առաջարկը ինենց տրանսֆորմացնես, որ դրանից քեզ եկամուտ լինի, այսինքն դու քո գլխի մեջ պետք է արգելք չունենաս։ Բարոյական, մարդկային, չգիտեմ, որևէ արգելք չունենաս։ Այդ է նշանակում գլխի մեջ աղքատությունը։ Ախպեր ասում է, ինչից կարաս փող շինի։ Ես քո հետս են դեպքն է բացառիկ դեպքերից, որ բացարձակ համաձայն չեմ։ Իրա բոլոր գործողությունները ուղղված են մի բանի՝ պահել իշխանությունը։ Այն ժամանակ վախեցելա, որ կասեն Դավաճանս եկար 5 շրջանները պրոստը տակ թղթով տվեցիր, հիմա վախենում է, որ եկեղեցին իր իշխանությանը կսպառնա դրա համար, եկեղեցու դեմը բոլոր քայլերը ինքը անում է այդ գահին մնալու համար։ Ես քո հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետև քո ասածից ստացվում է, որ ինքը սրտանց ուզում էր կռվեր եւ հաղթեր պատերազմում, բայց հանգամանքների բերումով բաբատենց է ստացվում։ Չէ, չի ստացվում։ Ինքը ուզում էր ընենց պարտվել, որ իշխանությունը չկորցներ։ Ինքը ուզում էր նենց իրավիճակ, որ ոչ մի պահին հաղթելու ռեսուրս չի ունեցել, որովհետև անգրագետը չի տիրապետում, պլյուս դու քեզ հակասում ես։ Որտեղ դու քեզ հակասում ես։ Դու ասում ես ինքը բան այդքան հմտություն բան չուներ, որ հաղթեր, հետո էլ ասում ես ինքը մտածում էր ընենց պարտվել, որ իշխանությունը չհանձներ։ Հիմի հարց եմ քեզ տալի։ Ինքը ուզում էր հաղթեր, թե ուզում էր պարտվել։ Ինքը կերազեր հաղթեր, եթե այդ հնարավորություն ունենար, բայց քանի որ երրորդ օրը իրան արդեն զեկուցել են, որ պարտվում ենք, որ ձև չկա, տարբերակ չկա, ինքը եկել է այս եզրակացությամբ, պետք է նենց պարտվել, որ ես այդ պարտությունը իմ ավարտը չլինի։ Ոչ։ Այս սխեմայով։ Ոչ, դա խորը թուրիմացությունն է, մտածել,
Եթե Լավ, դա մի հատ շանս ունենար հաղթելու չէր հաղթի։ Զառա ջան, ինքը իշխանությանա բերվե պարտվելու համար։ Արցախը չէր կարա լիներ Հայաստանի կազմում եւ Հայաստանի մաս, ու Հայաստանը այդ բանով Դրան չեմ առարկում։ Արցախով ըլներ այսպես կոչված եվրոպական ինտեգրացիայի մաս։ Դրան չեն առարկում։ Իրա տերերը վստահաբար իրան այս պրոյեկտը նախաձեռնել են, որպեսզի այս հարցը լուծվի տարածաշրջանում ու Ռուսաստանի ազդեցությունը ստեղ թույլատնա, դա չեմ առարկում, բայց դա չի նշանակում, որ ինքը գիտակցաբար է մտել այդ խաղի մեջ ի սկզբանե։ Զառա ջան, ինքը 18 թվականին գիտակցաբար սկսած 18 թվականից գիտակցաբար ոչնչացնում էր հայկական բանակը։ Ինքը գիտակցաբար կալանավորում էր Արցախյան պատերազմի կենթանի հերոս Մանվել Գրիգորյանին, ոչ թե նրա համար, որ Մանվել Գրիգորյանը վերածվել էր Էջմիածնի բդեշխի, այլ որպեսզի հասարակությանը ցույց տա, որ Արցախյան պատերազմի հերոսը թալանչի է, որ մարդկանց մոտ Էդ էլ է ռեյտինգ հավաքելու մեթոդը, ամենահեշտ ձևն էր։ Մանվելի նկատմամբ բանը բացասական վերաբերմունքը շատ էր, ինքը դա գեներացիաց դրանով խորը թյուրիմացության մեջ ես, խորը, եթե քո ասածը ճիշտ ելներ, Նիկոլ Փաշինյանը չէր պարտադրի Սասուն Միքայելյանին, որ Սասուն Միքայելյանը ամբիոնից հայտարարեր, որ հեղափոխությունը ավելի կարևոր արժեք է, քան Ղարաբաղյան պատերազմի ազատագրական պատերազմը։ Դու դրանք մի մտածի, դրանք հերթականությամբ գծած սխեմա է եղել։ Հայ հասարակության կամ Աննա Հակոբյանը չէր հայտարարի, որ ձեր երեխաները մեռել են, զոհվել են հանուն ոչինչի։ Լսի, դրանք հայ հասարակության ուղեղին ազդակներ էին, շատ կոնկրետ նպատակով ուղղված։ Ինքը պատերազմի առաջի օրը հայտարարեց, որ ինչ էլ որ պատահի մենք մեզ պարտված չենք համարելու։ Ախպեր, այդ մարդը գիտեր չէ, որ ինչի է գնում։ Ասեց ախպեր, մենք պարտվելու ենք, բայց մեզ պարտված չենք համարելու։ Իմացեք, գլխանց իմացեք, մենք պարտվելու ենք։ Պրոյեկտը տենց է գծած։ Դու ասում ես, եթե մի անգամ, թեկուզ մի անգամ հաղթելու շանս ունենար, այդ մարդը իր սաղ կյանքը ասել է, որ Ղարաբաղը մենք գրավել ենք, օկուպացրել ենք։ Այդ համաձայն եմ, որ ինքը բանի առումով պատկերացումների առումով ավելի շատ այս ֆորմատի հարող էր, քան թե ազգային ֆորմատին, դա չեմ առարկում, բայց այն, որ ինքը անընդհատ ապրում է emergency բանով, գրաֆիկով, որ ինքը անընդհատ ստեղ է հրդեհ մարում, ընդեղ է հրդեհ մարում, ու այդ ամեն ինչ անում է ընդհանրապես իշխանություն պահելու համար, Եվս մի հոգու ձերբակալում, մեկին ավակրկաբեկում, հանումը նախքին ներկա խոսույթն է, հիմա հակառակն է անում, կանոնագիր քանդունում, որ հայհոյանքը պետք է բացառվի քաղաքական դաշտից, էդ էլ է ուղղված, որտեղ հասկանում է, որ իր ընտրողը հոգնել է այդ հայհոյանքից։ Այդ ամեն ինչը իր ամբողջ բանը 24/7 ռեժիմը իշխանություն պահելն է։ Ոչ, ինքը Լավ, դու դավադրությունների թեորիայի կողմնակից Ոչ, ես դավադրությունների թեորիայի կողմնակից չեմ, ես ուրիշ բան եմ ասում։ Զառա, տես, ինքը իրականում, հա, պարզ է, որ ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց մենակ դրա համար է ապրում։ Ոչ, դրա համար է ապրում։ Լսի, ես ուրիշ մեկնակետից եմ ուզում գամ դրան մոտենամ։ Ինքը գիտի, որ իրան իշխանության ով է նշանակել։ Եվ ինքը գիտի, որ իրան ոչ թե հայ ժողովուրդն է դրել այդ աթոռին, այլ այդ հայտնի ուժերը, չէ, եվրոպական այդ Ինքը հասկանում է, որ առանց արտաքին աջակցության ինքը երկար կյանք Այսինքն, երբ որ մենք ասում ենք ինքը ամեն ինչ անում է, որ իշխանությունը պահի, դա չի նշանակում, որ ինքը ուզում է ամեն կերպ հանրային աջակցությունը պահի, որ հայ հասարակությունը իր նկատմամբ չզզվի, նողկանք չունենա եւ ինքը դրանով մնա իշխանության։ Ոչ, երբ որ ասում ենք ինքը ամեն ինչ անում է, որ իշխանությունը պահի, դա նշանակում է մի բան։ Ինքը ամեն կերպ ծառայում է իր տերերին, որ այդ տերերը իրեն գործից չհանեն։ Ընդհանրապես այդքան մի բան։ Ես մասամբ եմ համաձայն, նայենք Զելենսկու օրինակի վրա։ Հայաստան պատերազմ սկսեց, եվրոպացիք են ոչ չտեսնելու տվեցին, բացարձակ որևէ ռեակցիա չտվեցին, ոչ մեկ զենք չառաջարկեց, ոչ մեկ աջակցություն չառաջարկեց, իրանք բոլորը հետ քաշվեց։ Զելենսկու դեպքում հակառակը եղավ, չէ՞, միանգամից առաջին օրվանից եկան թեև թիկուն կանգնեցին, սկսեցին զենք մատակարարել, սկսեցին փող տալ, բրիջում այնքան անծայրացիր, որ հիմա միլիարդների կոռուպցիա ունեն այդ երկրում։ Եթե իր հետևը կանգնած լիներ մեկը, որը իրան տես թեև ու թիկուն կտար եվրոպացիների
տեսքով փող տար ու ինչ որ ձև աջակցեր, ինքը կգներ այլ ֆորմատի։ Միանշանակ ինքը մի բան ունի, նպատակ ունի, բոլոր հնարավոր մեթոդներով իշխանություն պահել։ Դա կլինի ժողովրդի սիրո միջոցով, բայց այդ քիչ աշխատող գործիքա դրա համար այս պահին դրան չի անդրադառնում։ Դա կլինի արտաքին ուժերի աջակցություն։ Ընդ որում այդ արտաքին ուժերի մեջ բացարձակ բան չունի, նախընտրություններ չունի, էլի որ ասես, եթե այս պահին Էրդողանն աջակցում, շատ լավ է, եթե վաղը Պուտինը կաջակցի, էլի ինտիրա, ինքը որից է նախընտրություններ չունի։ Այս մարդը էմերջենսի կյանք է ապրում, ամեն աստծո օր թազա խնդիր է մարում։ Ու իր բոլոր գործողությունները դրան են ուղղված։ Ինչ էլ որ մի քիչ ավելի երկար բան է, ծրագիր է, հա, օրինակ այս եկեղեցին երկար ծրագիր է, կարճ բան չի, էլի մի շաբաթվա, մի օրվա համար չի անում։ Էդ էլ անում է քարոզարշավի շրջանակներում, որ հաջորդ ընտրություններում կարողանա ավել ձայն հավաքի։ Նայ Զելենսկու ու Փաշինյանի միջև համեմատությունը տեղին է մի իմաստով, որ երկուսն էլ ծառայում են, նշանակված են նույն հիմնարկի կողմից եւ ծառայում են նույն հիմնարկին, բայց ինչի են Զելենսկուն օգնում, իսկ Նիկոլ Փաշինյանին պատերազմում չէին օգնում։ Դա շատ մի հատ բարձ բացատրություն ունի։ Զելենսկին կռվում է, շարունակում է կռվել արևմուտքի թշնամի Ռուսաստանի դեմ, Նիկոլ Փաշինյանը կռվում էր արևմուտքի դաշնակից Ադրբեջանի հետ։ Ինչի արևմուտքի դաշնակից, նկատի ունեմ տնտեսական դաշնակից, առնվազն այնքանով դաշնակից, որ Ադրբեջանը նավթ եւ գազ է մատակարարում Եվրոպային, որպեսզի Եվրոպան ունենա այլընտրանք Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից ազատվելու համար։ Եթե Հայաստանը կռվեր Ռուսաստանի դեմ, եթե կռվի Ռուսաստանի դեմ, եթե Նիկոլ Փաշինյանը օրինակ ասի ինձ զենք տվեք, որ ես 102-րդ ռազմաբազայի դեմ ռազմական օպերացիա իրականացնեմ եւ իրանց տեղից հանեմ, ենթադրենք, չէ՞։ Հաստատ իմացի, որ զենք կտան, ամեն ինչ էլ կտան, եւ ինստրուկտորներ կտան, եւ կամավորներ նույնիսկ ուղարկեն։ Էդ է տարբերությունը։ Դու մի մտածի թե ասենք ընդհակառակը պարտությունը, նոր դու ինքդ էիր ասում, որ 20 թվականի պարտությունը ճանապարհ էր բացում Ռուսաստանի ազդեցության ստեղ թուլացմանը։ Եվ այտենց էլ եղավ 20 թվականի պարտությունից հետո հայ ժողովուրդը, հայ հասարակության մի ստվար զանգված սկսեց ռուսներին վերաբերվել ոչ թե դաշնակիցների, այլ ոչ կայուն դաշնակցի, որը մեզ պետք եղած ժամանակ չկարողացավ պաշտպանել։ Իրականում հանրային տրամադրությունների մեջ էական շրջադարձ տեղի ունեցավ 20, 21, 22 թվականներին, եւ դա պատահական չէր արված։ Արևմուտքում շատ լավ գիտեին, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի դեմ պատերազմի, նույնիսկ պատերազմը 22 թվականի փետրվարին է սկսվել, փետրվարի 24-ին, չէ՞։ Բայց Արևմուտքը հո գիտեր, որ եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը պատրաստվում են պատերազմի 20 թվականից։ Վերջերս ԵԽ Մոսկվի ռադիոկայանի նախկին խմբագիրը հարցազրույց էր տվել, չէ՞։ Եվ ինքը ինչ էր ասում էր պատերազմը պետք է սկսվեր դեռ 20 թվականի սկզբին, բայց Քովիդը խանգարեց։ Բայց մեկը այդ մարդը հենց պատահական բան չէր ասում, բայց ասում էր Ռուսաստանը դեռ 19 թվականից պատրաստվում էր պատերազմին։ Այսինքն Արևմուտքը հստակ գիտեր, որ Ռուսաստանը չի միջամտելու։ Եթե նույնիսկ միջամտի, ավելի լավ։ Երկրճակատ։ Թշնամանա ձեռքը բերի հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի նոր թշնամիներ, եւ դա կխոչընդոտի Ուկրաինայի դեմ, այսինքն խոչընդոտի պրոբլեմ կստեղծի Ուկրաինայի դեմ պատերազմի համար, կամ կերկարացնի, կհետաձգի այդ պատերազմը։ Ինչ եմ ուզում ասեմ, որ երբ որ մենք համեմատում ենք, թե այն ժամանակ Արևմուտքը ինչի մեջ չօգնեց, որ մենք հաղթենք։ Չենք համեմատում, մենք ասում ենք, որ եթե այդ ծրագիրը լիներ օգնելու մեջ, հաղթելու մեջ, Նիկոլը կհաղթեր, էլի, նես չի որ։ Դե չէ, դե այդ եմ ասում, քանի որ ծրագիրը Հայաստանի պարտվելն է։ Մեկտեղ էլ արի համաձայնվի իմ հետ, որ եթե այսօր Ռուսաստանը գա Նիկոլ Փաշինյանին ասի, ես երաշխավորում եմ, որ դու հաջորդ 10 տարին լինելու ես երկրի նախագահ, ես երաշխավորում եմ, որ բանա քո զորքը մտնելու է Արցախը 10 օրվա ընթացքում հետ վերցնի, Ադրբեջանին մենք քո հետ բան ենք անելու, նվաստացնելու ենք եւ ամբողջ տարածքային ամբողջականությունը այն սահմաններում, որում եղել է մինչև 18 թվականը վերականգնվելու է, Նիկոլը մի վարքյան չի մտածի, որ եվրոպացիքին բան եմ խոսք տվել, ոնց կլինի, ամոթ է։
Սիրով կթռնի սրա գիրկը, կասի, հա, արի անենք։ Կարևորը ես իշխանության մնամ։ Զարա, դու մի հատ նես տեսական բան ես ասում, որը ես չեմ ուզում դա Ուզում եմ ասել Նիկոլի արածները մենակ իշխանության համար են։ Զարա ջան, պարզա է որ մենակ իշխանության համար է, Իսկ դու ասում բայց ես մարդը փողով է, ծրագրով է, պարտավորություններով է, այո, բանով է, այո, ինքը Նիկոլ- մենակ իշխանության համար է։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը կգա այդ ամեն ինչը կառաջարկի, ինքը չի համաձայնվի։ Գիտես ինչի համար։ Ինչի, ասեմ ինչի համար չի համաձայնվի, որովհետև ինքը գիտի, որ նույն պահին իրան ուղղակի կհեռացնեն իշխանությունից։ Այդ նշանակողները կհեռացնեն։ Հասկանում ես, ախր ինքը գիտի, որ իր տակ դրած քաղաքական համակարգը, իշխանական համակարգը ինքը չի ձևավորել։ Ձևավորվել է այլ ուժերի կողմից եւ կառավարվում է այլ ուժերի կողմից։ Այսինքն, եթե երբ որ քո ասելով Պուտինը գա, ասի եւ սենց համաձայնվի, հետ գա Հայաստան կարող է ասես, չգիտեմ, Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը կամ չգիտեմ, Անդրանիկ Սիմոնյանը բունտ կանեն, Նիկոլին իշխանությունից կզրկեն։ կգնան կկալանավորեն օդանավակայանում։ Կամ մինչև այդ ազգային ժողովը իրան անվստահություն կհայտնի։ Տենց կասկածամիտ հայացքով մի նայի, երբ որ դու տենց կասկածում ես, քեզ թվում է թե Նիկոլ, ախր քո ասելով ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փիղ է, փիղ չի, իր թիմի տերորիստն է, մենք Լսի, ինքը այդ թիմի տերորիստն է այնքան ժամանակ, քանի այդ թիմը գիտի, որ ինքը վայելում է իր տերերի աջակցությունը։ Լսի, երբ որ ինչ ասեմ քեզ, երբ որ մարդիկ իմանում են, որ մեկը անտեր է, լսի, հիմա քեզ sense մի հատ օրինակ բերեմ, էլի, ոնց ասեմ, հիմա ես ունեմ մի հատ շատ հզոր հովանավոր, որ ասենք ինչ հարցը լինում է, ասենք ում հետ ինչ պրոբլեմ ալնեմ, ասենք մի հատ sense ասենք ջին ասեմ, ջին, որ երբ որ մեկի հետ պրոբլեմ եմ ունենում, ասենք այդ շիշը բացում եմ, ջինը դուրս է գալի ու դրա այդ հարցերը լուծում է։ Լսի, բոլորը շրջապատում ինձ մի հատ ուրիշ ձև են, չէ՞ վերաբերում։ Բայց որ իմանան այդ շիշը կորցրել եմ, այդ ջինը չկա, ախպեր կասեն արա դեն ավետիսն էլի են։ Լսի, Նիկոլը մի հատ հասարակ շարքային մարդ է։ Շարքային, շարքայինից էլ վատ։ Ոչ ֆիզիկապես է ուժեղ, ոչ մտավոր, չգիտեմ, ինչ-որ գիգանտ է։ Լսի, իրան այդ իշխանությունը այտենց բան, էլի մոնստր, սարքում է այդ բան արտաքին աջակցությունը, հանի այդ արտաքին աջակցությունը տակից, ախպեր, այդ Արփինե Սարգսյանը, այդ քո ասած, չգիտեմ, Անդրանիկ Սիմոնյան, Միմոնյանները, կասեն ով ես դու, արա, ով ես դու։ Լսի, այդ մի հատ բան, մի հատ պարեք, կգնա Նիկոլ Փաշինյանին կասի, всё, ընկեր, բանը, այս քո կալանավորման որոշումը, այս է սանկցիան։ Ստոպ, հիմա հարց։ Okay, ենթադրենք ամբողջ համակարգը արտաքին բանը աջակցությունը տեսնում է, նկատում է, հասկանում է դա ինչի է բերում։ Այդ նշանակում է, որ մենք փաստացի հաջորդ ընտրություններին ունենալու ենք երկու արտաքին ազդեցության մարդ։ Ճիշտ եմ հասկանում, թե չէ։ Թե ռուսները էլ ոչ մի ցանկություն չունեն, հոգնել են, զզվել են, էլ մեզ չեն բանանում, մեզնով չեն հետաքրքրվում։ Նայ, հիմի գանք դրան։ Ես ասում եմ, որ Նիկոլի իշխանությունը պահելու հնարավորությունները էականորեն սպառվել են։ Ու առաջիկա 6 ամիսներին, այսօր իդեպ 6 ամիս է մնում խորհրդարանական ընտրություններին։ Այսօր կլոր թիվ է, հա։ Այսօր առավոտը որ զարթնել եմ դեկտեմբերի։ Այն բանը սանում խաչիկներ է սանում։ Չէ, մի օր էլ պակաս, 3 էր դեկտեմբերի 7 եւ հունիսի 7։ Ահա, այսօր 8-ն է արդեն, մի օր էլ պակաս է, կներեք։ Սխալ եմ հաշվել, ես։ Ահա, նայ, ինչի եմ դա ասում։ Նայ, իրականում Նիկոլին բերել են իշխանության ռուսների դեմ կռվելու համար։ Այսինքն հակառուսական գործողություններ իրականացնելու համար։ Ու ինքը եկել է ու սկսել է դա անել, էլի, էլ չսկսենք թվարկել եւ այլն։ Այդ նշանակում է, որ այստեղ հնարավոր է բերել իշխանության արտաքին աջակցությամբ։ Այդ արտաքին աջակցությունը վերաբերվում է բոլոր բևեռներին, թե վերաբերվում է միայն եվրոպական բևեռներին։ Այդ կարևոր հարց է։ Նայ, հիմա ես քեզ ասեմ, որ դու միշտ այդ հարցը տալիս ես, չէ՞, ասում ես, բա ռուսները, ինչի ռուսները չեն միջամտում։ Լսի, ռուսները գիտեն, որ այս իշխանությունը տեր ունի։
ու իրանց կռիվը ոչ թե այս իշխանության հետ է, այլ տիրոջ հետ է։ Այսինքն իրանք հասկանում են, որ եթե իրանք հաղթեն այս իշխանության տիրոջը կամ պայմանավորվեն այդ իշխանության տիրոջ հետ, այս իշխանությունը մի վայրկյանում կարա փլուզվի եւ փոխվի։ Եթե իրանք չեն հաղթում կամ չեն պայմանավորվում, հաղթելը եւ պայմանավորվելը ընդ որում փոխկապակցված են իրար հետ։ Հիմա նայ Նիկոլի իշխանության տակը Ամերիկանա ու Եվրամիությունը։ Իրանք են իրան պահում։ Ամերիկայի մասով համաձայն չեմ։ Ահա, հիմա անցնում եմ Ամերիկայի մասով։ Այս շաբաթվա ընթացքում Ամերիկայի նախագահ Դոնալդ Տրամպը հրապարակեց ամերիկյան արտաքին քաղաքականության անվտանգության նոր ռազմավարությունը, դոկտրինան։ Եվ այդ ռազմավարությունը էականորեն տարբերվում էր այն ռազմավարությունից, որը մինչև այդ գործում էր, որովհետև այդ նոր ռազմավարությամբ, Տրամպի ռազմավարությամբ Ռուսաստանը դիտվում է ոչ թե արտաքին սպառնալիք, այլ գործընկեր։ Այո, Տրամպը ուզում է, որ ռուսների հետ կա որոշակի համաձայնության աշխարհաքաղաքական, այսպես ասած, գլոբալ հարցերի շուրջ, եւ այդ համաձայնությունների տիրույթում ինքը ոչ թե Ռուսաստանին դիտի թշնամի, այլ գործընկեր։ Լսի, ոնց որ իրականում եղել է սովետական միության ամբողջ ընթացքում, ասենք 45-ից մինչև 90 թվական։ Ահա, կիսել են, բաժանել են, այս երկիրը քոնն է։ Հիմա բայց մի հատ հետաքրքիր բան կա։ Նախ այդ ռազմավարական ծրագրի մեջ Եվրոպան կամ անտեսվում է, կամ անգամ դիտվում է որպես հակառակորդ։ Կարա Եվրոպան որպես առանձին միավոր հանդես գա արտաքին քաղաքական ոլորտներում, որովհետև որ նայում ես առանձին իրանք որպես պետություններ հեչ բանի պետք չեն։ Օրինակ նույն Իտալիան արդեն դուրս է եկել Զելենսկուն զենք մատակարարելու ծրագրերից, որովհետև ասել են դե նախագահություն էսա լինելու է, էլ ինչ զենք, իրանց էլ զենք պետք չի։ Այսինքն եթե իրանք տենց տրոհվելու են, ցրվելու են, դու իրանք սպառնալիք չեն։ Վաղը մյուս օրը Նիկոլնա հովանավորներ կորցնելու, այդ նույն հակաեկեղեցական արշավներն են մնալու անմարդ ու անփող, պրոստը սպասենք տենանք քանդվում են թե չէ, թե կարա ինչ որ կոնֆիգուրացիոն բան պահի։ Իրականում Ուկրաինայի խաղաղությունը այսօր չի հաստատվում մի պատճառով, այդ քո ասած պատճառով։ Եվրոպացիք հա, բանը թև են տալիս Զելենսկուն, ասում են դավայ։ Եվրոպացիք դիմադրում են։ Եվրոպացիք դիմադրում են, այսինքն եվրոպացիները ասում են, որ մենք պատրաստ ենք կլնել Ամերիկայից անկախ աշխարհաքաղաքական բևեռ, այսինքն մենք ինքներս ինքնուրույն առանց Ամերիկայի կարանք աշխարհում հարց լուծող ու հարց որոշող լինենք։ Ընդ որում դա միանշանակ հակասում է Ամերիկայի շահերին, այսինքն եթե եվրոպացիները առանձնանում են Ամերիկայից եւ ասում են, որ մենք առանձին ենք լինում, Ամերիկայի շանսը պայմանավորվել ռուսների, չինացիների հետ ու աշխարհը կառավարել բան ալնում, փլվում այդ սխեման։ Իսկ կարող է մյուս կողմից էլ Եվրոպան փլվի, որովհետև Եվրոպա շատ ավելի հեշտ է մի նախագահի հետ պայմանավորվել, մի վարչախմբի հետ պայմանավորվել, քան թե քանի երկիր է հիմա 27 երկիր է Եվրամիությունում 27 նախագահի հետ պայմանավորվել, որի մեջ արդեն կան նախագահներ, որոնք այն թեմայի մեջ երբ որ ես ասում եմ, որ Նիկոլի իշխանության մնալու շանսերը էականորեն պակասում են, դա հենց դա նկատի ունեմ, որ Եվրամիությունը որպես միասնական կառույց, լսի, թուլանում է ու թուլանում է շատ արագ, թուլանում է շատ արագ, շատ մեծ արագությամբ, եթե դու հետևել ես եւ Տրամպը, եւ Իլոն Մասկը, որը այսօր ճիշտ է, պետական որևէ կառույց չի ղեկավարում, բայց աշխարհի ամենահարուստ մարդն է, այդ մարդիկ խոսում են Եվրամիությունը քանդվելու եւ Եվրամիության երկրների ինքնիշխանությունը վերականգնելու մասին։ Այսինքն պատկերացնում ես այդ ես չեմ խոսում, այդ ինչ որ ռուս կամ չինացի կամ չգիտեմ իրանցի չի խոսում, դա խոսում են ամերիկացիները, այսինքն խոսան իրենց գործողություններն են տարբերվում, տարբեր երկրներ տարբեր դիրքորոշում ունեն, օրինակ մեկը ասում է նույն Բելգիան ասում է ոչ մի դեպքում այդ ռուսական ակտիվները մեր մոտ սառեցված մենք չենք տալու, որովհետև ով է երաշխավորելու, որ հետո դուք այդ փողերը փակվելու եք, մյուսը ասում է մանա Գերմանիան ասում է ես նոր ռազմական արդյունաբերություն
կձևավորեմ, որպեսզի կարողանամ զենք մատակարարեմ։ Իտալիան ասում է, «Էսա խաղաղությունն մենք այդ փողին չենք մասնակցում, մեր տնտեսությունը արդեն վատ վիճակում է»։ Օրբանն ասում է, «Ես Ռուսաստանից ընդհանրապես գազ եմ ստանում, ոչ մի բան թույլ չեմ տալու, դուք ընդհանուր բանով անցկացնեք Եվրոմիությունում»։ Ստացվում է, որ փաստացի այս պահին այդ կուր համակարգը չկա։ Եթե 3 պետությունով կամ 4-ով պայմանավորվեն, ասենք Ֆրանսիան, բանը, Գերմանիան, Անգլիան, էլի կարող է ինչ-որ ֆորմատ լինի, բայց կլինի դա թե չի լինի։ Ես կարծում եմ, որ Եվրոպան ինքը այդքան ռեսուրս չունի, որպեսզի հանդես գա որպես առանձին Արդեն աշխարհաքաղաքական աչքները ռուսների փողի վրա է, էլի, ասում Լսի, են, ձեր հա։ իրաց փողերը ծախսենք մեր Ախր հարցը մենակ փողը չի, հարցը մենակ այդ թուղթը չի։ Հարցը, լսի, այս պատերազմի ամբողջ իմաստը, ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ իմաստը ռուսական ընդերքին տիրանալն է։ Այսինքն լսի, Եվրոպայի ամբողջ հաջողության բանաձևը դա եղել է վերջի 500 տարվա ընթացքում, ասենք ամերիկյան մայրցամաքը գաղութները քամել։ գաղութները քամելը, այո։ Եթե երբ որ չկա գաղութ, ասենք Մեկ էլ բանը, ժողովրդավարության լիցենզիան։ Լսի, Այդ որ այդ լիցենզիան այդ գաղութները կառավարելու բանն է, գործիքն է ընդամենը, դա ուրիշ բան չկա, էլի, դե եվրոպացիները իրանք գիտեն, որ այդ ժողովրդավարություն, չգիտեմ, մարդու իրավունք բանման, դա պրոստը ասենք, ինչ ասեմ, տապորա, որ մեկի գլխին խփեն, ասեն ախպեր, խիր օրինակ քոմոդ մարդու իրավունքները դու չես հարգում։ Դե հիմի արի մենք քեզի բանը կստիպենք, որ դու հարգես։ Եվրոպան ինքը տնտեսապես անընդհատ թուլանում է, դա բոլորը տեսնում են։ Դա դուրս եկեք Երևանի փողոցներ եւ դուք կտեսնեք Եվրոպայի թուլությունը։ Ինչի եմ ասում։ Կտեսնեք 20 տարի առաջ եվրոպական քանի մեքենա կար, կամ Երևանի ավտոպարկի մեջ 10 տարի առաջ, 15 տարի առաջ Mercedes, BMW, չգիտեմ, Volkswagen, Renault, Peugeot, հա, էլի, Audi, ինչքան էր, ու հիմա նայեք, տեսեք եվրոպական ավտոների քանակը ինչքան է։ Անդեք ասեն Չինաստանը, Կորեան, էժան ավելի տարբերակներ առաջարկում, էժանն են Ամերիկան, հա, Ամերիկայից խեղճված ավտոներ են եկել, այդ դրանք են։ Չէ, բայց դա տեղի չի ունենում մենակ Հայաստանում։ Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Այսինքն եվրոպական արդյունաբերությունը քանդվում է։ Դա տենում են եվրոպացիները։ Հիմա ես ելնեմ Նիկոլի տեղը, կասեմ, այս եվրոպացիք այնքան էլ կուր կառույց չեն, բարձ չի այսօր ֆինանսավորում են ինձ աջակցում են վաղուր կլինեն, вообще իրանք կլինեն թե չէ, ընտրովի են, կարան չընտրվեն հաջորդ պաշտոններին, ու կարա կառույցը որպես այդպեսին քանդվի։ Ակնհայտ է, որ Պուտինը 25 տարի նստած է, Աստված ինչքան կյանք էլ տա, այդքան էլ նստած ելնելու է, հա։ Պլյուս Պուտինն էլ ոնց որ Տրամպի հետ է պայմանավորվում, այդ բևերն էլ են ապահովում, Ամերիկայի միջոցով Ադրբեջանի նկատմամբ ազդեցություն, մենք այստեղ բանի հետ, հա, սիրու փոխել։ Լսի, ռուսների հետ իրանք պայմանավորվելու ոչ մի հնարավորություն չունեն, որովհետև այս իշխանությունը ոչ, որովհետև նորից եմ ասում, այդ պետական այն համակարգը, որը կա դրած Նիկոլի տակ, դա Ռուսաստանի, լսի, այդ համաձայն եմ, որ բոլոր նույնիսկ ասենք ԱԱԾ-ի պես կառույցը, որը ավանդաբար համարվում էր պրո-ռուսական կառույց, հա, ռուսական կառույցների հետ համագործակցող կառույց, հիմա իրանք ամբողջովին վերածել են sense մի հատ անհասկանալի հրաման կատարող մարմին։ Լսի, բոլոր իշխանական պետական կառույցը, այդ որը դրած է Նիկոլի տակ, դա լրիվ հակառուսական կառույց է ու քեզ ախր քեզ թվում է թե այտենց հեշտ է էլի վերցնել sense մի հատ ռուբիլնիկը ֆռացնել դե այդ սաղ մարդիկ իրանց հոգով, սրտով, ֆինանսներով, ունեցվածքով, ամեն ինչով կապված են արևմուտքի հետ։ Նիկոլը ուրիշ բան էր մտածում։ Նիկոլը մտածում է, որ այս իր երջանկության չափ ու սահմանը, երբ որ իրան հաջողվեց իբր թե Տրամպի հետ լեզու գտնել եւ այդ բանը Տրամպի ուղի կոչվածը կյանքի բան ստորագրել ինքը ինչ մտածեց ճիշտ է եվրոպացիներն էլ էին բան իմ հենարանը բայց ես ոնց որ իմ իշխանության չէ հավելյալ ես լեզու գտա Ամերիկայի հետ ու հավելյալ երաշխավոր դե եթե Տրամպը ստեղ բանա կառուցում ախպեր ջան ես էլ դրա թուղթը ստորագրողն եմ, ուրեմն ինքն ինձ պետք է պահի, որ ես այդ գործը ավարտեմ։
Հիմա քեզ այսօր ամսի 8-ն է, չէ։ Իսկ դու մոտ Այսօր ամսի 8-ն է։ մոռացել է ինչ է Չորս- ստորագրել իր մոտ։ 4 ամիս է անց է։ Հա։ Մի հատ քար դրվել է Հայաստանի Ես տարածքում։ վստահ չեմ որ Տրամպը հիշում է որ տենց ինչ որ մի հատ երկիր կա որի տարածքում ինքը ինչ որ ծրագիր է Լարա ջան, հարցը կատարել։ իհարկե ինքը կարող է շատ լավ հիշում է, ամերիկյան կառույցները շատ լավ հիշում են, պարտադիր չի որ ինքը անձամբ հիշի։ Մեծ որից է Հարցը գործողություն ուստեղ ուրիշ բանի մասին է, քանի չկա ռուս-ամերիկյան մեծ համաձայնագիր, որի մեջ նաև մտնելու է Տրամպի ուղին։ Եվ ընդհանրապես, որտեվ այս տարածաշրջանին է վերաբերվում, հասկանում ես, պարզ է, որ այդ ամեն ինչը չի իրագործվելու։ Ես չեմ բացառում, որ Տրամպի ուղին կարա ըլնի ու ամերիկացիները, բայց դա կարա ըլնի մենակ մի դեպքում, այսպես կոչված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի կամ եթե դրա անունը ուրիշ ձև դնենք, ամերիկա-ռուսական համաձայնության արդյունքում։ Կլինի այդ համաձայնությունը ճամփենք սարքեն։ Պարզ կլինի սարքեն թե չեն սարքի։ Քանի այդ համաձայնությունը չկա, եւ ոչ մեկ այդտեղ ռուսները ինչ էին ասում, երբ որ այդ թուղթը ստորագրվեց։ Ասում էին նախ հիշեք, որ Հայաստանը ԵԱՏՄ տարածք է, իսկ ԵԱՏՄ տարածքում չի կարա այլ իրավական ռեժիմ գործի, եւ ասում էին, այդտեղ կանգնած են ռուս սահմանապահներ այդ ճանապարհի վրա, այդ նկատի ունեցեք։ Ուզում եմ ասեմ, որ նենց չի էլի, որ Նիկոլը ինքը սենց բանն է էլի, կինոյի միջի տղենա, Չապաևնա, թուրը վերցեց, նստեց, զին, գնաց սենց կտրեց, սպանեց, բան արեց, հարցերը լուծեց։ Չկա տենց բան։ Եվ վերջացնենք մի բանով, էլի եմ ասում, 6 ամիս հետո աշխարհում կարա լինի լրիվ ուրիշ իրավիճակ եւ ամեն ինչ գնում է դրան։ Եվ Նիկոլ Փաշինյանի այս բանը, ջղաձգումները, նաև դրա գիտակցումն են, որ այն համակարգը, որը դրված է իր տակ, այն արտաքին աջակցությունը, որը ինքը ուներ այս 7.5 տարիների ընթացքում, հետ հաշվարկի մեջ է։ Այո, հետ հաշվարկի մեջ է։ Այո։ Բան չի մնացել։ Այս ուրախ նոտայի վրա ուզում եմ հրաժեշտ տամ մեր հետևորդներին, բայց սկզբում հիշեցնեմ, մեզ պետք է բաժանորդագրվել մեր նյութերը կարելի է տարածել տարբեր սոցհարթակներում ու դա մեր լսանը ավելի է մեծացնում, կարող եք մեկնաբանություններ գրել, կարող եք լայքեր դնել կամ դիզլայքեր դնել։ Այսօր մի քիչ sense վերացական ստացվեց թեման շատ օրվա քաղաքականությունից չէր, բայց հետաքրքիր էր։ Համենայն դեպս տենց քիչ պատահող դեպքներ, որ իրար հետ կռիվ էինք տալիս, էլի, չէ, տենց ավելի լավ է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հաջողություն մինչ մյուս երկուշաբթի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։